Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է Արհեստներ եւ մասնագիտություններ հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Գյումրի քաղաքում եւ կայցելենք Հորիզոնտ ձայնագրման ստուդիա եւ կծանոթացնենք ձեզ ստուդիայի հիմնադիր Արամ Ավետիսյանի հետ։ Երկար ժամանակ մարդիկ հետաքրքրված էին տարբեր երաժշտական գործիքներով եւ ձայնի վերարտադրության մեթոդներով։ Երաժշտությունը մեխանիկորեն վերարտադրելու փորձեր արվել են դեռ 9-րդ դարում։ Միայն 19-րդ դարի երկրորդ կեսից լայնորեն տարածվեց ձայնագրման մեխանիկական ակուստիկ մեթոդը։ Ձայնը ձայնագրելու եւ վերարտադրելու առաջին սարքը, որը հորինել է Թոմաս Էդիսոնը, գրանցվել է 1877 թվականին, որի համար արտոնագիր է տրվել դրա հեղինակին։ Ամենավաղ սարքերը, որոնց օգնությամբ մարդիկ կարող էին լսել որոշակի մեղեդի, իհարկե դժվար թե կարելի է անվանել ձայնի ձայնագրման եւ վերարտադրման առաջին սարքեր։ Դրանք կարելի է անվանել մեխանիկական գործիքներ, որոնց օգնությամբ ձեռքերի օգնությամբ արդյունահանվում էին հնչյուններ եւ նույնիսկ պարզ մեղեդիներ։ Պարզ մեղեդիների նվագարկումը շատ անորակ էր։ Ձայնագրության պատմությունը պահպանել է տարբեր միջավայրերում հնչյունները պահպանելու տարբեր սարքեր, փայտե գլանափաթեթներ, թղթե ժապավեններ, մետաղական բալոններ եւ սկավառակներ, որոնց վրա կիրառվել են փոքր ակոսներ եւ այլն։ Ձայնագրությունն արվել է ձեռքով օժանդակ գործիքների միջոցով։ Բարև ձեզ, ես Արամ Ավետիսյանն եմ, մասնագիտությամբ հնչյունային ռեժիսոր, ծնվել եմ 1976 թվականին, ունեցել եմ շատ հետաքրքիր մանկություն, միշտ երաժշտության հետ սեր եմ ունեցել, կապված եմ եղել երաժշտության հետ, փոքր ժամանակս նախ սիրել հարվածային գործիքները շատ, երբ որ փոքր էի, մի անգամ հաղորդում ցույց տվեցին Ամերիկայից ձայնագրման ստուդիա էր, երբ որ ես այդ ստուդիան տեսա, դեռ շատ փոքր էի, մայրս տեպա ինչ ես նայում, բան ասեց ես պետք է սպես ստուդիա ունենամ, ես էլ պետք է ստուդիա ունենամ, դե շատ լուրջ չվերաբերվան ասածիս, մի օր մորաքրոջս աղջիկը 85 թիվն էր, ինձ տարավ Այն ժամանակ կար պիոներների պալատ, մորաքրոջս աղջիկը ինձ տարավ այնտեղ կար ծիծեռնակ ջազ բենդ, այսպես ասած, Թաքվերյան Գուգուշն էր ղեկավարը եւ տարավ ներկայացրել այդ բան, ես սկսեցի նայել խումբը, սկսեցի պարաբել հարվածային գործիքները, այդտեղից սկսվեց իմ կյանքը։ Հետո տեղափոխվեցի Տեխծանիկ, Տեխծանիկից հետո Ծիծեռնակ, Զանգակ, ու այսպես սկսվեց, հետո Զանգագում Զանգագի ղեկավարը Երջանկայի շատակ Գագիկ Ներսահագյան սկսեց ինձ բացատրել ինչ բան է ձայնը, ինչ բան է հնչողությունը, ոնց կարելի է ձայնագրել, ու ես սկսեցի սիրել այս մասնագիտությունը։ Ինքը շատ հետաքրքիր էր ամեն ինչը ներկայացնում, շատ հետաքրքիր էր գիտելիք տալիս, բան։ Հետո եղավ, ես զորակոչվեցի ռուսական բանակ, հրամանատարը իմացավ, որ երաժիշտ եմ, ասեց ուզում եմ ունենամ պրոֆեսիոնալ խումբ, ստեղծեցինք այդ խումբը, հրավիրեցի ընկերներիս քաղաքից և ստեղծեցի Չորնիե Պերետի խումբը, սկսեցինք Մոսկվայում կոնկուրսների մասնակցել, կար այն ժամանակ Կալուբիե Պերետի խումբ, դերսանտներինն էր, ամբողջ Ռուսաստանում ամենաճանաչված խումբն էր, մենք հաղթեցինք իրանց կոնկուրսի ժամանակ, 97 թվականին ստեղծեցի Հորիզոնտ ստուդիան, դեռ մեր տան մեջ էր այդ ստուդիան, աշխատում էի լենտի վրա, բաբինով, երկու մագնիտոֆոններ դրած, ժամանակ մենք ասում էինք նալաժենիա, և սկսվեց մեր աշխատանքը, հետո Շանտից հրավերք ստացա, մանրապատում էին նկարում, Տանձ էր անունը, Արթուրը Զանգեց Եզեգյան,
դեպա սենց կաշխատես, ես իմացա, որ պետք է աշխատեմ Արման Մանարյանի հետ։ Եվ դա եղավ իմ առաջի ֆիլմային աշխատանքս, առաջի հայացքից երևում էր, թե ինքը մանրապատումներ է, բայց ընդհանուր պրոցեսը ֆիլմային էր լրիվ։ Սկսեցի ձայնագրել տեղում, առաջի ձայնագրությունը տեղում արել եմ և բավականին լավ ստացվեց։ Այդ ամենից հետո սկսեցի կարգավորել, սկսեցի բարելավել ձայնագրման ստուդիան։ Դա եղավ մի պահ, որ ամբողջ Գյումրու իր պատմության մեջ չէր եղել։ Միշտ կար մի հատ օրենք, մի հատ բան, որ ամբողջ Հայաստանը կենտրոնացած էր Երևանում, դեռ չէր եղել նման բան, որ Երևանից կան արտիստներ, երգիչներ ու Գյումրիում ձայնագրվեն։ Կարծես թե այդ ամեն ինչը փոխվեց եւ սկսեցի մի մեծ պրոյեկտ անել Արսենի Սաֆարյան, Արմինկայի, Վարդուհի Վարդանյանի եւ Քրիստինե Պեպելյանի հետ։ Ձայնագրեցինք մի ձայնասկավառակ ու սկսեցինք աշխատելը։ Հետո առաջարկ ստացվեց ինձ տեղափոխվել Երևան։ Մի օր հանդիպեցի մարդկանց, դե մենք աշխատում էինք մեր շատ մոդել իմ ընկերոջ հետ, Կարիգի հետ, հիմա Կատապենդի Կարիգ են ասում, Արաքելյան Կարիգի հետ։ Եվ հանդիպեցի տղերքի, որոնք ասեցին, որ գիտեք, Երևանում ֆիլմ են նկարում, իմացել ենք ձեր մասին, ուզում ենք մի հատ հանդիպեք Հրաչ Քեշիշյանի հետ։ Ասի լավ։ Գնացի, հանդիպեցինք, հենց առաջի հանդիպումը հիշում եմ, Հրաչը այսպես հեռախոսների զանգերի մեջ, բան, ու ինչ-որ հա չի լինում, հա չէ, լավ, ես կոմենկոմ։ Երբ որ զրուցեցինք, Հրաչը դե ուզում ենք մեծ ֆիլմ նկարենք, ինքը սերիա է լինելու, ինքը պատերազմի մասին է, դե ես հաշվի առնելով, որ շանտ այդ մանրապատումները աշխատել եմ, այդ սինխրոն զվուկ կոչեցյալը արդեն իմ մոտ ստացվել է, ասեցի, դե կարելի է ծանոթանամ սցենարի հետ, մի հատ հասկանանք ինչի հետ գործ ունեմ, ես ձեզ կասեմ, անում ենք թե չէ։ Մի 3-4 օր կարդալուց, քննարկելուց, հաշվարկելուց հետո հանդիպեցինք նորից Հրաչի հետ, ասեցի ես պատրաստ եմ։ 2006 թվականին մենք հանրային հեռուստատեսության պատվերով սկսեցինք նկարահանել մի վախեցիր գեղարվեստական ֆիլմը եւ այդ տարիներին բնականաբար շատ բարդ էր հասկանալ ընդհանրապես թե ինչ ընթացք կունենա հայկական կինոինդուստրիան, որովհետեւ անկախության տարիների եւ հետխորհրդային փլուզված կինոինդուստրիայի պարագայում շատ հարցեր կային, որոնք լուծված չէին տեխնիկական առումով եւ բնականաբար մենք ունեինք նպատակ անելու բավականին բարձրորակ եւ ժամանակակից մոտեցումներով արտադրվող կոնտենտ, ֆիլմ ու խնդիր առաջացավ, թե ինչպես ենք գրելու ձայնը, ինչպես պետք է հնչյունավորենք ֆիլմը եւ խնդիր կար այդ հնչյունավորումը անելու հենց ուղիղ, այսինքն նկարահանման հրապարակում։ Եվ բնականաբար պարզ է, որ Հայաստանում այդ տեխնիկական միջոցները գրեթե չկային։ Կամ դրանք արդեն հնացած տեխնիկական միջոցներ էին, որոնք եկել էին այլ ժամանակից եւ չէին արդեն համապատասխանում, ասենք թե նոր նկարահանման տեխնիկային ու փորձեցինք հասկանալ, թե ովքեր կարող են անել այն, ինչ ուզում ենք մենք։ Ու հայտնվեց Արամը իր թիմով եւ երբ խնդիրները բարձրաձայնեցինք, Արամը սկսեց մտածել, թե ինչպես կարելի է տվյալ պայմաններում եւ տվյալ տեխնիկական ոչ կատարյալ վիճակում ստեղծել այն համակարգը,
որով հնարավոր է միանգամից կադրում ձայնագրել, ասենք թե 10 դերասանի։ Խնդիրը հետևյալն էր, պետք է ամբողջ ֆիլմը ձայնագրվեր տեղում։ Ինտերիերի մեջ ձայնագրելը որևէ մարդ խնդիր չունի, կարող է անել, բայց այնտեղ կային դրվագներ, որ դաշտ էր, տանգի ձայնն էր, զորքը պետք է վազեր, մեկը մեկի հետ խոսք ուներ, այդ աղմուկը, այդ բանը, եղանակը, հոսանքը, ես ամեն ինչը հաշվի առնելով, դե շատ մարդիկ այդ ամեն ինչը հաշվի առնելով ասել էին, որ դրսի նկարահանումները պետք է լինի անպայման ձայնադրումով, տանիրովկայով, իսկ այդ կան ժողովրդին տեղափոխել ստուդիա ու տանիրովկա անելը լուրջ ժամանակի խնդիր էր, նաև ռեալ չէր այն ժամանակ այդ ամեն ինչը։ Ասեցի ես կանեմ, փորձնական սկսեցինք նկարահանումները, մի երկու էպիզոդ նկարեցինք, հետո հրաչետ լսեցինք, ինքը որակը շատ սենց ստուդիինի էր եղել, դե որոշեցինք կանք դեպի կինո, ինտերշումներ ավելացնենք, բան անենք, որպեսզի համտեղում էր ցայնագրած, բայց այնպես տպավորությունները ոնց որ ստուդիայի պավիլյոնի մեջ է ցայնագրած ինքը էլի։ Մենք հագեցված չէինք տեխնիկայով, մենք ունեցել ենք 4 ծհատ այս կարգի պետլիշկեկից, իրանց ռեսիվեր տրանսմիտերներով, պրիոմ պերեդատչիկներով եւ հա, առաջի բանը, որ ես մտածեցի ոնց անեմ, որ այս ամբողջ խնդրի տգից դուրս կամ, ես ստեղծեցի իմ համար մի հատ պերեդիժնոյ ստանցիա, այսինքն ասին ինձ տվեք մի հատ վարձակալեք մի հատ մեքենա, մարդիկ բերեցին, Ford էր, ես այդ Ford-ի մեջ հավաքեցի փոքր ստուդիա։ Ունենալով մեր մտքում եւ նախկին ժամանակաշրջանի, ասենք թե խորհրդային ժամանակաշրջանի մոդելը, իմանալով թե ինչ է կատարվում այսօր արևմուտքում, մենք փորձեցինք հավաքել այդ ողջ տեխնիկական բազան եւ ստեղծեցինք փոքր համակարգ ու ի պատիվ Արամի այդ համակարգը դարձավ շատ մոբիլ ու հետաքրքիր, այսինքն դա փոքր այսպես ասած հնչյունային կայան էր, որը կարողանում էր մոբիլ տեղաշարժվել այն բոլոր վայրերում, որտեղ մենք նկարահանումներ էինք կատարում եւ փաստորեն ուղիղ ձայնագրություն անել հենց տեսարանը նկարահանելու պահին։ Այն ինչը այսօր շատ հասարակ ու գրեթե ընդունված մի բան է, այն ժամանակ դա մեր համար որոշակի նվաճում էր ու ձեռքբերում, որովհետև մենք չունեինք այն տեխնիկական միջոցները, որն այսօր իհարկե առկա են մեր երկրում եւ տարբեր, այսպես ասած, արտադրող ընկերությունների կամ տեխնիկայի վարձակալությամբ զբաղվող ընկերությունների պարագայում։ Ու ստացվեց հիանալի մի ստարտ, հիանալի մի համագործակցություն Արամի հետ, որովհետև նույնիսկ մենք հասկանում էինք, որ այդ ուղիղ գրված ձայնը շատ հնարավոր է, որ ունենա նաև խոտաններ։ Ամեն նկարահանումից հետո Արամը իր համար ծրագիր էր դրել, որ պետք է ստուգի ողջ ձայնը, արդյոք ամբողջը համապատասխանում է, նյութը ճիշտ է, ամեն ինչ ունենք թե չէ, եթե չկար, ապա որևէ խոտան կար, ապա հենց տեղում կարողանում էինք այդ փոքր հատվածը մոնտաժել եւ այդ մոնտաժած հատվածը տեղում նաեւ Արամը փորձում էր ինքնաշեն ինչ որ այսպես ասած կաբինայում փորձում էր նաև այդ հնչյունավորել։ Սա հիմա պատմելիս կարող է թվալ, թե էհա, մենք բոլորս էլ հիմա այդ նույն սկզբունքով աշխատում ենք, այդ նույն բանը անում ենք, բայց հավատացեք, որ 2006 թվականի համար, թեև մենք արդեն թևակողել էինք 21-րդ դար, թեև արդեն միլենիումից 6-րդ տարում էինք գտնվում, բայց միևնույն է, դեռևս Հայաստանում չկար այն բավարար միջոցը, այն բավարար տեխնիկական հագեցվածությունը, որով կարող էինք հանգիստ աշխատել։ Իսկ այս պարագայում մենք հորինել էինք այն համակարգը, Արամը
իր թիմով հորինել էր այն համակարգը, որը հնարավորություն էր տալիս իսկապես ստանալու որակյալ հնչյունավորում։ Շատ գիտեմ։ Չկա, դուս կալը դարնում է Բիձա մոտարի մի րոպե։ Հիմա ուշադիր ինձ լսեք։ 5-րդ առաջինի ճամփեն վերևից պետք է մաքրած լինի։ Շարժվում ենք առաջին ուղղությամբ։ Երրորդը հաստատ շարժվում է։ Այդ ժամանակահատվածում հրավերք ստացանք Ֆրանսիայից, կնոջս հրավիրեցին Փարիզի Աստվածամոր տաճարի մեջ Հայ կաթողիկ եկեղեցին պատարակ պետք է մատուցեր, կնոջս հրավիրեցին երգելու, ինքը հոգևոր երգչուհի է, օպերային երգչուհի է։ Դե ես իրանք էլ բան արեցին, դե անպայման ուզում ենք որ ամուսիններով, ես սկզբից ասեցի ռեալ չէ, ես պրոյեկտի մեջ եմ, չեմ կարող։ Հետո ձեզ համար ինչ կարող ենք անենք, բան ասի, եթե հնարավոր է, ես վերապատրաստման կամ Ֆրանսիայում։ Իրանք մենք ձեզ կասենք։ Հենց մի ժամանակահատված ասեցին օքեյ, խնդիր չէ։ Ես գնացի Հայաստանում արդեն աղմուկ էր բարձրացել, որ վերջ այդ զբուկավիկ կոչեցյալը չկարողացավ այդ խնդրի տգից դուրս գալ, փախավ Հայաստանից, պրավալ է այդ ֆիլմել չի կայանալու։ Իմ օգնականներին, ընկերներին բոլորը զանգում էին, պա, ասենց էլ բան լինի, սպես եղավ, ասենք նկարեց կեսը թողեց փախավ բան։ Հետո գա 20 օրից ու ավարտին հասցրեցինք ամբողջ ֆիլմը։ Հետո արդեն երբ տարիներ անցան, մենք այդ ընթացքում բնականաբար Արամի հետ շատ ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ էինք, բայց աշխատանքային որևէ հատում չէր եղել։ Ու 2017 թվականին մենք նորից հանդիպեցինք այս անգամ Գյումրիի թատրոնում։ Ու փաստորեն Արամը դարձավ մեր ոչինչ չի մնա ներկայացման հնչյունային ռեժիսորներից մեկը եւ մենք միասին կարողացանք կառուցել նաեւ ոչինչ չի մնա ներկայացումը։ Հանդիպեցինք մայստրո Մելքյանի հետ, շատ հետաքրքիր էր մեր հանդիպումը, պետք է ձայնագրեի մայստրո Մելքյանի մանկական երգչախումբը, Տիրամայր Հայաստանի երգչախումբ է կոչվում, եթե չեմ սխալվում։ Եվ մենք մեր առաջի ձայնագրությունը եղավ Քրիսմասի կորձերը։ Երկրորդ ձայնագրությունը այդ արդեն երբ որ մայստրոն առաջարկեց ձայնագրել պատարակը ամբողջ, շատ մի զավեշտալի դեպք եղավ, այն ժամանակ դեռ սրա նոր էր կառուցվում քույրերի, առաստաղը դեռ կառուցված չէր, ինքը լրիվ մեդաղից էր։ Գնացինք, սկսեցինք չափել ակուստիկան։ Հետաքրքիրն այն է, որ բոլոր իմ ձայնագրությունները, մեծ պրոյեկտները եղել են էքսպերիմենտալ, այսինքն չի եղել նպատակ, որ գնացիր, տեղադրեցիր սարքավորումները, ձայնագրիր եւ վերջ։ Միշտ փորձել եմ նորություններ անել, բաներ, որոնք որ դեռ կամ չեն արել կամ արել են, չգիտեմ։ Երբ որ չափեցի սրայի ակուստիկան, հասկացա, որ շատ լավ կաթեդրալ ակուստիկա ունենք մենք այնտեղ, հրաշալի, ոնց որ կաթողիկ եկեղեցիներում լինում է։ Ներկայացրի մայստրոին, քննարկեցինք, շատ հիանալի էր, ամեն ինչ ֆանտաստիկ էր։ Պետք է ձայնագրեինք, մի շաբաթ առաջ ինձ հրավիրեցին Վրաստան։ Ես գնացի Բաթում, հետո Բաթումից հետո գա Գյումրիի ճանապարհին տեսա, որ հեռախոսից վրա լիքը զանգեր կար մայստրո Մելքյանից, մենք հաջորդ օրը պետք է ձայնագրեինք։ Հենց սամանն անցա զանգեցի մայստրոն, թե Արամ ջան, արի տես ինչ է եղել։ Գնացինք, տեսանք, որ այդ սրահը ամբողջ, որն որ շատ լավ ակուստիկա ուներ, մենք հավանել էինք արդեն, քույր Արուսյակը ուզեցել էր ի օգուտ մեզ լավ բան աներ եւ դրել էր այդ առաստաղները հավաքել էր արդեն, ինքը դարել էր մի հատ ստուդիա, այսինքն բոլոր այդ ֆանտաստիկ ակուստիկան կորել էր, ինքը
խլացվել էր բան։ Ինչ անենք, սկսեցինք ես ու մայստրոն մանկալ վանկերով, մի քանի վանք մտանք, նորից չափեցինք երգչախմբին, հետներս տանում ենք, այս մտնում դասավորվում են երեխեքը, սկսում ենք ինչ-որ բան ձայնագրել, չափում, բան, չէ, լավը չի։ Հետո եկանք ասենք Քույր Արուսյակ, ժպիտով ասեց, այո, ասենք, պետք է քանդեք այս ամեն ինչը։ Ինքը տարածությունը շատ մեծ է, մեծ դալիճ է։ Ասեց ոնց քանդեմ։ Ասենք պիտի քանդես, ուրիշ հնար չկա։ Քույր Արուսյակս կարգադրեց, որ քանդեցին այդ ամբողջ տարածքը, ունեցանք նորից նույն ակուստիկան, ձայնագրեցինք պատարակը։ Ես ու մինչև հիմա մայստրոյիս հետ մենք էքսպերիմենտներ ենք անում, շատ հետաքրքիր է մեր աշխատանքը իրար հետ։ Ամենակարևոր աշխատանքը, որ արեցինք մի տարի առաջ, դա մեր Կոմիտասի մեծ Կոմիտասի միասեռ երգչախմբերը բոլոր ձայնագրվեց մեր Տիրամայր Հայաստանի երգչախմբի միջոցով։ Եվ այդ ձայնագրությունների մեծ մասը իմ հետ միշտ տքնել, աշխատել, իմ հետ միասին, այսպես ցավակից է եղել ամեն կայացման վրա նոտայի, ակորդի Արամ Ավետիսյան, որին շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ ինքը մեր հետ միասին միշտ ինձ ասում է, ես ձեր հետ միասին այնպեսի փորձ ձեռք բերեցի, մենք էլ իր հետ միասին ձեռք բերեցինք ձայնագրվելու այդ փորձը ու ասեմ ուղղակի մարդ տեսակը եւ պրոֆեսիոնալ տեսակը իր շատ ուրախացնում է ինձ եւ ես հասկացա, որ շատ կարեւոր է այդպիսի հարցերում, որ դու պետք է անես շատ բարձր աշխատանք Կոմիտաս պիտի ձայնագրվի, միանշանակ իմ ընտրությունը ընկավ նորից Արամի վրա եւ մենք անցյալ տարի ուղղակի արեցինք ամբողջ Կոմիտասը։ Դուք չեք պատկերացնում, թե ինչքան եմ ես ուրախ, որ տեսնում եմ իր այդ խանդավառությունը, իր վերաբերմունքը դեպի այդ գործին։ Ասում եմ, ամեն մանրուքի վրա ինքը կարող է օրերով, ժամերով նստել, որպեսզի բավարարի մայստրո Մլքյանի բանին, պահանջներին, եւ մի օր ես չտեսա, որ ինքը տրտնջա հանգարց։ Ես մեծ հաջողություններ եմ մաղթում մեր Արամին եւ իրան ասում եմ, որ սրանից հետո բոլոր աշխատանքները, որոնք կարվի, գոնե այս երգչախմբը, որ արվում է, մեր Արամը անպայման լինելու է մեր հետ միասին։ 2013 թվականին նորից Երևանից ընկերները զանգեցին, թե Հայաստանում նախատեսվում է Rockfest համաշխարհային, տարբեր երկրներից են գալու, բան, Արամ ջան, ուզում ենք, որ Master Sound-ը դու լինես, հետո ինչ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, խմբեր կային, որոնք որ գալիս էին իրանց հնչյունային ռեժիսորների հետ, դրա իրավունքը կար։ Վերջի օրը շատ խմբեր հրաժարվեցին իրանց sound check-ից, իրանց զվուկավիգներից հրաժարվեցին եւ դիմեցին, որ ուզում ենք, որ 0-ից դու մեր ցայնը տնես ամերիկի համար։ Ոչմ, ես դաժան 3 օր անցավ իմ կյանքի։ Հետո երբ որ հետ եկա նոր արդեն եկավ սերտիֆիկատները, որ ես իհարկե խաբար չէի այդ սերտիֆիկատներից։ Մի պրոյեկտ արեցինք, դա լուտեղաները ֆոտոներ էին արել, Հայկը Պարսեղյան, Տիգրան Ներվիրաբյան իր հետ, նաև դաշտերի մեջ հրավիրեցինք Տիգրան Համասյանին, էլի ամեն ինչ էքսպերիմենտալ էր, այսինքն Համասյանը պետք է նվագեր դաշտերի մեջ ու մոտավորապես 700 մետր շարավիղով ծրված մարդիկ կանգնած կամ նստած մի տեղ բան, իրանք պետք է լսեին նույն հնչողությունը բաց տարածքում, ինքը որևէ բան չուներ։ Այդ համերգները արեցինք Համասյանի, շատ հատեղերքը գումարը հավաքեցին, երևի թե նախատեսված էր 4 բնակարան կնելու համար նպատակը էր, բայց 20-ից ավել բնակարան կնեցին այդ հավաքված գումարով։ Նաև շատ մի հետաքրքիր համերգ տեղի ունեցավ Գյումրիում, Մայստրո Մասուրյանի ռեքվիեմն էր, առաջի անգամ ներկայացում էր հանդիսատեսի տադին,
Եվ ինքը շատ կարևոր ու շատ լավ համերգ էր։ 2019 թվականին արդեն որոշեցի Գյումրիում հիմնել երաժշտական գործիքների, աուդիոտեխնիկայի, լույսերի և ձայնային տեխնիկայի խանութ։ Պրոցեսը շատ երկար էր, քննարկումները շատ երկար էին, երբ որ ես հանդիպեցի Էջմիածնում իմ հավաք ընկերոջը Ասլանյան Սարգիսին, երբ մենք զրուցեցինք, ասեցի, որ սենց բան եմ մտադիր անելու, թե ինքը հենագով դու չես կարող այդ ամեն ինչը անես, քննարկեցինք, հետո իր տղան դրսում էր եկավ, Գագիկի հետ նորից նույն ամեն ինչը քննարկեցինք, եւ որոշեցինք բացենք Գյումրիում երաժշտական խանութ, որն շատ անհրաժեշտ էր եւ չկար տարածաշրջանում։ Շատ կուզենամ, որ մեր Հայաստանում շատ սովոր են, շատ կուզենամ, որ մարդիկ կարդան, խորհուրդներ հարցնեն, փորձեն նորություններ անել, դա իրանց համար է ամենակարևորը լավ։ Չվռազնալ, չելնել կորալ, որ ես ինձ ենքո մեջ մարդ չկա։ Այդ իմ խորհուրդս բոլոր մեր բնակավարի հետ կապված մարդկանց եւ ընդհանրապես խաղաղություն եմ մաղթում մեր Հայաստանին, իմաստուն մարդիկ թող շատ զբաղվեն այս երկրով, որովհետև շատ կարևոր է, որովհետև մեր ազգը ստեղծագործող ազգ է, մեր ազգը որևէ չեղած բանից մեծ բաներ ստեղծող ազգ է եւ այս ազգին ուղղակի կարելի է թիգուն կանգնել, որպեսզի իրանք իրանց մտքերը կարողանան իրականացնել, որովհետև ամեն մի հայի միտքը դա մի մեծ պատմություն կարող է դառնալ, լավ առումով մեծ պատմություն կարող է դառնալ, որը խոսեն ամբողջ աշխարհում։ Ու մի քիչ համեստ լինենք, ամենակարևորը։ Երբ որ մենք համեստ ենք, մենք շատ լավն ենք։ Իսկանը։ Այսօրվա համար այս կանը ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, իսկ դուք հետևեք մեր հաղորդումներին, մինչ նոր հանդիպում։